Աթամն ու Եվան ուրախ կապրեին եթեմի պարտեզին մեջ։ Անոնք կուդեին ամեն տեսակ համով պտուղներ։ Բայց Աստված անոնց մեկ հատիկ բստիկ խրատ տվավ։ Մի ուդեք փարիի եւ չարի քիդության ծարին պտուղեն, որովհետեւ եթե ուդեք, դխուր բաներ պիտի պատահին։ Աստված իրավսավ, որ պարտեզի ծառերեն չուտեք։ Ոչ, այդպես չէ։ Մենք կրնանք ուտել ամեն ծառե, բացի մեջտեղի ծառի պտուղեն։ Աստված ասավ. մի ուտեք եւ մի թփչիկ անոր, որպեսի չմեռնիք։ Չեք մեռնի։ Աստված գիտե, որ երբ այդ պտուղեն ուտեք, ձեր աչքերը պիտի բացվին եւ Աստուծոյ պես պիտի ըլլաք, բարին ու չարը պիտի գիտնաք։ Եվան սկսավ մտածել. պտուղը շատ համով կթվեր, ան չի գրծավ թիմանալ, առավ ու կերավ, Աթամին ալ տվավ ու անալ կերավ։ Աթամն ու Եվան առաջին անգամը լալով ամչցան, անոնք հասկացան, որ մեծ սխալ մը ըրին, ուստի թուզի մեծ տերևներ ժողվեցին, որ իրենց վրա ցկեն եւ պահվեցան պարտեզի ծառերուն մեջ, Աստուծմե։ Աթամ, ո՞ւր ես։ Քու ցայնդ լսեցի պարտեզի մեջ ու վախցա, որովհետև մերկ էի եւ պահտվեցա։ Ով ասավ քեզի, որ մերկ ես։ Արդյոք կերար այն ծառեն, որ քեզի պատվիրեցի չուտել։ Այն կինը, որ իմ քովս թրիշ, անտվավ ինձի ծառեն, ու ես կերա։ Այս ինչ չրիշ։ Օձը զիս խափեց, ու ես կերա։ Որովհետև անոնք Աստուծոյ խոսքը մդիկ չրին, Աստված անոնց ասավ, որ կյանքը այլևս թյուրին պիտի չլա։ Բայց Աստված անոնց սիրուն խոստում մտվավ, ասավ, որ օրմը մեկը պիտի քա եւ ամեն ինչ պիտի շտկե։ Ետքը Աստված անոնց համար մորթե հագուստներ շինեց, որ տակնան։ Անոնք դուրս ելան եթեմի պարտեզեն եւ Աստված հոն մեծ հրեշտակ մթրավ, որ ձեռքը փայլուն սուր ուներ, որպեսի պաշտպանե ճամբան, եւ անոնք չի կրնան ետ թառնալ ու կյանքի ծառեն ուտել։